Բարի սիրելի հետևորդներ, բարի ժողովուրդ ջան, ինձ դիտողներ, ինձ հարազատ դարձած մարդիկ եւ դուք եք ինձպես կրակն ընկել ես էփելու ձեռը։ Մտածում եմ ինչ էփեմ եւ որոշեցի գրեչկա պատրաստեմ հնդկացավար։ Բոլորն է սիրում են դավա։ Դե պատրաստելու համար էլ ինչ եմ անում։ Այստեղ էս ամբողջը մի հատ լավ մաքրեմ ու էփեմ։ Այս թվում է բոլորս էլ կուտենք։ Ու գիտեք ինչ եմ ուզում ասել, սիրելի հետևորդներ, ես ձեզանից շատ շնորհակալ եմ, շատ գոհ եմ, այնքան լավ բաներ եք գրում, որ էլ ասելու չի, ես էլ կարդում եմ, ուրախանում եմ, ոգևորվում եմ ու մտածում եմ, թե այս անգամ ինչ պատրաստեմ ձեզ համար, ինչ մի հետաքրքիր լավ վլոգ նկարեմ, ահա մաքուր գրեչկա, շատ մաքուր, լցնեմ կացան, լվանամ ու էփեմ, թթվասերով, մածունով, կուտենք, կացի, լցնեմ կացան, և մի քիչ էլ ջուր, այնքանը բավական է, ու բերեմ դնեմ էփվի, պրծա, հեշտ, բայց սա հիմա կիրանք, բա հետո ինչ էփեմ, հարց, հետո էլ մի բան կստեղծենք էլի, երբ կբացվի են բանջարեղենի սեզոնը, այն որ մի հատ բիբար էլ բերես դնես, խորովես, պոմիդոր վարունգով, մառոլով, աղցան բան պատրաստես, ուտում ու կշտանում ես, ասեմ, որ շատ առողջարար է, համ էլ դիետիկ է, այն որ շատ չենք ուտում գիրանում։ Աղ լցրեցի և մի հատ էլ առնենք, հետևորդներ ջան, նկատել եք, չէ, օրվա մեծ մասը խոհանոցում եմ անցկացնում, առավոտվա պատրաստել, առավոտ գրեչկա պատրաստեցի, կերանք, այդ կերանք մի քիչ է մնացել, բայց դե մտածում եմ հիմա վաղվա համար, ինչ եմ ասում հիմա, որովհետև երևի չեմ հասցնի, տավարի տենց ոսկորոտ մսր եմ դրել, էփվի, խաշվի, դրեցի, խաշվի, չգիտեմ, կամ սոուս կսարքեմ, կամ էլ բորշ, մի հատ էս փրփուրը վերցնեմ, իսը թող էփվի պատրաստ վաղ առավոտ շուտ կպատրաստեմ, տեսնեմ ոնց հարմար է։ Բաղնիքը տանուշ, մորալես, հա, բան ասկի ինչի չես հաք է, են ինչ խամյակին ես ջուր լցնում դնես։ Չենց։ Քեզ։ Բարևձեզ։ Այսի մի հատ սենց անեմ, մեջների այդ կոտրածները, ինչու լցրեցի, մեջները սենց կոտրածներ կան, դրանք առանձնացնեմ, իսկ ես լավերը մի քիչ մեծոտները, սիրելի հետևորդներ, բան եմ անում, պահում եմ, որ տանեմ հողամասում ցանեմ, մի տարի ցանել էի, նենց լավ աճել էր այդ գետնանուշը, մանրերը բովենք, կոտրվածները, են մնացածն է սերմի, ովքեր են փորձել գետնանուշ աճեցնել, շատ լավ է, լինում են քոնե սիրուն դեղին ծաղիկներ ունի,
Ոնց բռում եմ դեղին գույնը արտախսանում եմ, բայց դե ինչ անեմ, որ հենց ծաղիկները դեղին են։ Սա էլ բողեմ, թող ուտեն, չմնան տենց համը փոխի, նամշի։ Այս էլ լցնեմ իրա տոպրակը ու պահեմ։ Անպայման կհիշացնեք, հա, որ ցանեմ։ Կասեք նազ, մի փոքր տեղ, մի հատ լավ տեղ հողամասում պահի, որ ես դու ֆստուշկա ունես, բերես, ցանես։ Հենց են ծաղիկների համար էլ արժի ցանել են, որ դեղին սիրուն ծաղկում է։ Ահա, սա դարակը։ Աշոտ, կգաս են պոպոկները կոտրես։ Պետք կա։ Չիր եմ լվացել տաք ջրով։ Իսկական հեսա այդ ջուրը կքաշի իրա մեջ, կփափկի, իսկական ուտելու կլինի։ Թող սառի, որ կեղևներից հեշտ լինի ազատվել։ Րոպե բացեմ, թող օդա փոխվի։ Այստեղ էլ պոպոկ եմ դրել, որ կոտրենք։ Պոպոկն էլ իմիջայլոց բոված, շատ համով է լինում։ Գործը բաժինը հասել Լիլիթին։ Մաքրում է, սիրուն։ Ու լցնում, տես այս մեկը լավ չես մաքրել։ Տրորի հետո մեջերից ջոկի։ Գնումներ, կանաչի չունեինք, իհարկե հողամասում կար, դե կծու պղպեղ, այստեղ երևի սիրում են երեխաները, հա, դու չես սիրում ես բողկը, հողամասում էլ եմ ես ցանեմ, ես ասրանք լվանամ, այստեղ ինչա, դե իրանց համար, ինչպես միշտ ընդմիշտ կոկա-կոլա, բուսայուղ, մի 5 օր չխմեմ, բայց չդիմացա։ Կախվածություն, այս կարակը, որ մերին շատ հավանել է, նուտելա, բանան, որը շատ փակ է երևի, այստեղ կոնֆետ, քաղցր-մաղցրներ, հիմնականը քաղցրների համար, երշիկ և ձու, իհարկե կտրոնն էլ պարտադիր։ Հա, իմիջալյոց սիրելի հետևորդն էլ ձուն էլ, ամեն օր ձու ենք առնում, մերին սիրում է ձու առավոտյան ուտի ու շատ ենք թխվածքներ ենք պատրաստում։ Կստացի ես վերջին օրը պետք է թխված վարքեմ։ Միշտ թխվածք կստացի, իրիսկա։ Հա, այն անգամով էր գրել էին, որ մերի բաղադրատոմսով իրիսկա պատրաստեցինք, շատ համեղ էր։ Ես արեցի Պրծար? Ահա, լավ է, Լիլիթը վերջացրեց իրա գործը։ Լավ է, այնի հեսա կթափենք։ Մերի, դու ես կանաչին բողկը մաքրի, ես չիրը թող լցրում մեջ ես ավելորդ բաները։ Ամենալավը Լիլիթն էր, շըպ, թըպ, գործը արեց, կայնա վրաղ, մաքրեց,
Ֆստուշկաները։ Պյուրե։ Եկար պյուրե սարքես, ինչ անես։ Պյուրե պատրաստի։ Ուտենք, ինչ կլինի։ Ասա, Լիլիթ, պյուրե պատրաստես, գոնե մի քիչ։ Հա։ Ալպիական մանուշակ։ Ամենաշատը սիրում եմ ալպիական մանուշակեն։ Իմенно ромашка, вард, все. Տան 7-ին ժամը 9-ին, 7-ին պտետաս, բան կանենք, Լիլի ջան, նա բրնի սեղանը, մարալես, կամաց, ինչ են կուտելու, են միսը չի եփե, իրար միս են կուտելու։ Առաջի ուտում ենք քեզ, պարկի սեղանին գողենք։ Իրար միս են կուտում։ Սենց հացը։ Կոլոփանի։ Բաժակները բեր մերի։ Նստենք մեր հացը ուտենք, սիրելի հետևորդներ, եւ որպես վերջաբան մի բան եմ ուզում ցույց տամ, իհարկե թե եմ խմում, թե եմ պատրաստում, եւ այս թեյը ես հատուկ պատրաստում եմ իմ հետևորդու խնդրանքով, ով ապրում է Ռուսաստանում եւ ցանկացա, որ ես մոտիկից ցույց տամ մայրամախոտը։ Ահա սա է, սիրելիս, որ այդքան գրում ես, ասում ես նկար ուղարկի, ես ձեզ ասեցի, որ մեսենջերով կապնվեք ինձ հետ, որ նկար ուղարկեմ, բայց ոնց տեսնում եմ չկապնվեցիք, այսօր նորից էլի գրել էիք, խնդրել էիք, եւ ես ձեր խնդրանքը չեմ մերժում, ահա, սա մայրամախոտն է, ինքը շատ առողջարար խոտաբույս է, ստամոքսի, փորացավի աղիների համար, հավատացեք, որ 5 րոպեվա ընթացքում անցնում է այդ ստամոքսի ուժեղ ցավը, ես սա թրմում եմ, կարող ենք թրման եղանակով էլ խմել, եռացնելու, Սենց աղիք ես խմում։ չէ, Այ։ կարող եք եռացնել նույնիսկ, կարող եք թրմել, քանի որ ես ջուր ունեի տաք, եռացրած, այսպես կլցնեմ, մի հատ կխառնեմ ու կփակեմ, 5 րոպե թող մնա կխմեմ, ասեմ, որ օգտակար է ինքը թե սառը վիճակում, թե տաք վիճակում, բուժիչ ազդեցությունը մնում է, եթե թեյը պատրաստեք սառի, սառն էլ խմեք, օգուտ կլինի նորից, մինչև 5 րոպե իմ թեյը կթրմվի, ասեմ, ես էլ վերցրել եմ պարապեմ, իմ սիրած գիրքն եմ վերցրել, որ գիրքը, իհարկե մի քիչ տանջված, տենց վիրակապերով, բան, տենց գիրքա, Հովհաննես Թումանյանի գիրքն է, որի մեջ կան թե հեքիաթներ, թե քառյակները, թե պատմվածքներ, հիմա այս գիրքը, սիրելի հետևորդներ, այս գիրքը, իհարկե պոկվել է, տենց կպցրել ենք եւ Թումանյան, Հովհաննես Թումանյան, այս գիրքը ում գիրքն է եղել, հետևորդներ ունեմ, որ ովքեր իմ ծնողների տարիքի են, հիմա ես ցույց տամ այս կնիքը, իրանք հաստատ կիմանան ում գիրքն է եղել սա, հատ նայեք, Ն-Լ-Ա, Նազիկ Լևոնի Աղաջանյան, սիրելի հետևորդներ, սա իմ տատիկի գիրքն է եղել, տատիկս
մանկավարժ է եղել, կարելի է ասել տատիկիս եմ քաշել, մանկավարժ, տատիկս նաև սիրում էր հող մշակել, բայց տեսքով նման չեմ եղել, տատիկս մի քիչ տենց բաց, կյաժ, աչքերի գույնը լրիվ ուրիշ, և համար 40, այնքան գիրք ուներ, այնքան, մի քանիսը բերել եմ այստեղ գրքերից, նույնիսկ տատիկիս ծաղկամանն եմ բերել, պահում եմ, սիրում եմ, ես իմ տատիկին շատ եմ սիրել, իհարկե տատիկիս, ես 7 տարեկան եմ եղել, որ տատիս մահացել է, բայց իմ հիշողությունների մեջ կա ինքը, ես լավ հիշում եմ իր պատմած հեքիաթները, երգերը, շատ լավ հիշում եմ։ Եվ այսօր, քանի որ սկսել եմ քառյակներից, կարդամ։ Կյանքից հարբած անցավ օր, ահա դարձյալ անցավ օր։ Դու վազում ես դեպի մահ, մահը բռնում հանցավոր։ Տեսեք ինչքան խորհուրդ ու իմաստ կա մեջը։ Կյանքից հարբած անցավ օր, այսինքն մարդուն է վերաբերվում, մարդուն է դա վերաբերվում, ոչ թե անցավ օր, այլ անցավոր, ինչ որ մեկը անցորդ, անցավոր, ահա դարձյալ անցավ օր, դու վազում ես դեպի մահ, մահը բռնում հանցավոր, այո, մեր օրերը անցնում են, սիրելի հետևորդներ, այսօր երեկո է, վաղը կլուսանա, նորից կմտնի և այդ երեկոն, լուսաբացը մեզ տանում են դեպի մահ, այսինքն մեր օրերը մոտեցնում են մահին, ես չեմ ասում, որ դուք վախենաք, այլ այդպես է, կյանքի օրենքն է, մեծանում ենք, օրերը, ժամերը անցնում է, օրերը, շաբաթ, ամիս, տարի, տարիներ և մենք քիչ-քիչ մոտենում ենք մահվան, մահը բռնում հանցավոր, բայց չվախենաք սիրելի հետևորդներ, եթե մարդ մտածի, որ ինքը մեռնելու է, մահանալու է, ապա ստրեսի կենթարկվի, բոլորս է գիտակցում ենք, որ մի օր մահանալու ենք, դրա համար մեր օրերը հետաքրքիր թող անցնեն, անցկացնենք, պարտադիր չի տենց ճոխությունների մեջ, վայելքների մեջ, ուրախ անցկացնես, կարևորը, տեսեք ես այսօր դուրս եկա գնացի դաշտ և մի փունջ ձնծաղիկ բերեցի, հավաքեցի, ուրախացա, այդ բնության գարնան, այդ գալու հոտը շնչեցի, այդ փնջերի վրա ես ինչքան ուրախացա, իմ օրը շատ հետաքրքիր ուրախ անցավ, պարտադիր չէր ես սենց գնայի ռեստորան, ճոխ, ուտելիքներ ուտեի վայելեի, անցավ իմ օրը շատ հետաքրքիր, հուսամ, որ լավ մեկնաբանեցի, բացատրեցի, այո, անցնում են օրերը, մենք չենք նկատում, և ես մի հատ բանաստեղծություն ունեմ, ես եմ գրել, բայց փորձեմ արտասանել, եթե հիշում եմ, եթե կարող եմ մի քանի տողը հիշեմ, այդ որ օրերը գնում են այդ պահով, գնացքը սուլում է, հեռուն սլանում, մեկը ծնվում է, մյուսը մահանում, պես էլ չեմ հիշում, ավելի լավ է այդ տետրս բերեմ, մի օր կարտասանեմ իմ գրածը, բայց տենց մի հատ հետաքրքիր բանաստեղծություններ, վերջի տողն էլ եմ հիշում, տարիներ կանցնեն, չեք տեսնի աչքով, այլ կզգաք դուք ձեր հասակով, դուք էլ կնստեք գնացքը մի օր, կգնաք ճամփով, ոլոր ու մոլոր, այդ սկիզբն ու վերջը արտասանեցի, բայց շատ լավ բանաստեղծություն եմ գրել, ինչքան ցավ եմ տեսել ես, նենգ ու դավ եմ տեսել ես,
տարել, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ Այո, սիրելի հետևորդներ, վատի մեջ էլ պետք է լավը տեսնեք։ Վատի մեջ էլ պետք է, վատը տեսնելով պետք է դուք լավ սովորեք։ Երբ որ մի վատ բան է լինում, մի վատ ինչ-որ բան է պատահում, վատն ես տեսնում, դու ավելի ես ուժեղանում, օրինակ ինձ մոտ այդպես է, երբ մեկը փորձում է ցավեցնել կամ ինչ-որ մի բան անել, ես չեմ ընկճվում, ես չեմ ընկնում, ես այդ վատը որպես ինձ նոր ուժ եմ համարում ու ավելի տենց ուժեղանում եմ ու ասում եմ ես կապացուցեմ, որ դուք ինձ ոչինչ չարեցիք, ես ավելի տենց ոչ թե վատով կպատասխանեմ իրենց այդ արածին, ես դեպի լավով առաջ կգնամ։ Այնպես որ ով ինչ անի իրեն կանի, սիրելի հետևորդներ, դուք էլ մի նեղվեք, Աստված տեսնում է, Աստված կորոշի ինչ կլինի, ինչ չի լինի։ Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդարքում, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մանկություն։ Այո, մանկանքուն, մանկություն, այո, ամենալավ տարիներն են, որ փոքր ես լինում, եմ որ մտածում ես փոքր ժամանակ ինչքան լավ էր, թեկուզ մի քիչ մեծ էիր ուտում, ջղայնանում էին վրատ, բայց դե ամենալավ տարիներն է մարդու, այն մանկությունը։ Դրա համար հնարավորինս չափ ես փորձել եմ իմ երեխաների մանկությունը լավ անցնի։ Դա երկուսը արդեն մեծացել են, Լիլիթն է, ուզում եմ, որ ձգտում եմ, որ Լիլիթի օրերը ուրախ անցնի, դե Լիլիթին էլ գիտեք, կճկճան, ուրախ, թռի, վռի, իրան մի այսքան չնչին բան է պետք ուրախ լինելու համար։ Երկու շիրիմ իրար կից, հավերժական լուր դրկից, թաղծում են ու խորում, թե ինչ տարան աշխարհքից։ Իմ ամենասիրած քառյակներից մեկն է, այն խորը ճիշտ իմաստուն խոսքեր, այո, ինչ պիտի տանես աշխարհքից, ոչ մի բան։ Ով է ձեռքով անում ով, հեռվից անթիվ ձեռքերով, ջան հայրենի անտառներ, դուք եք կանչում ինձ ձեր քով։ Այո, սա ես պետք է փոխեմ սարերի պահով դնեմ, որ սարերը ինձ են կանչում, իլ որը կարթանք է, իլ որը թերսել թրմվեց, սա հատուկ ես պատրաստեցի իմ հետևորդու պատվին իրա համար, որ չասի Նազոն, այդքան գրեցի, անտեսեց ինձ։ Իհարկե հավաքելուց է ցույց կտամ։ Թմկաբերդի առումը։ Հեյ պարոններ, ականջարեք, թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խաղին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուջորից, հերթով գալիս անց ենք կենում այս անցավոր աշխարհից։ Անց ենք կենում սեր ու խնդում գեղեցկություն, գանձ ու գահ, մահը մերն է մենք մահինը, մարդու գործն է միշտ ահմա։ Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսում է դարեդար, ելնեք նրանով իր գործով, կապրի անվերջ անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անեղծ նրա չար գործին, որդի լինի թե հերնումեր, թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, որ ժպտում է մեր սրտին, ով չի սիրում թեկուզ դուշման, լավ արարքը լավ մարդի։ Էй լավ կենակ, ականջարեք, մի բան պատմեմ հիմի ձեզ, խոսքս տեսեք ուր է գնում, քաջ որ սկանի գյուլի պես։ Նադիր շահը զորք հավաքեց անմահար, եկավ թմկաբերդը պատեց, ինչպես գիշերն է խավար։
Հեյ, քաշ թաթուլ, կանչեց շահը, անմահ էիր քեզ կարծում, եկ, բերել եմ ես քո մահը, ինչ ես թառել ամրոցում։ Ես էլ այսպես, սիրելի հետևորդներ, այս գիրքը, որ վերցնում եմ ձեռքս, բացում եմ ու էլ չեմ ուզում փակել։ Այնքան եմ սիրում այս գիրքը, տատիկիս գիրքն է, Հովհաննես Թումանյանն է գրել, շատ եմ սիրում։ Երեխեքս էլ են կարդացել ու սիրում են կարդալ։ Ահա խմեցի, լավ արեցի, արդեն ուշ է, սիրելի հետևորդներ, ես էլ գնամ, քնեմ, որ առավոտ շուտ արթնանամ, իմ գործերով զբաղվեմ, այն որ չեմ պլանավորում, լույսը բացվի բարին հետը, Աստված առաջ և մեր գործերն էլ առաջ կգնան, դե լավ, դե ինչ ասեմ, բարի գիշեր, հաջողություն, ես բոլորից շատ սիրում եմ։